Քաղաքական պաշարաբանություն երկիրը պարտավոր է եւ տեսեք անհետ կորածների, պայթյունից անհետ կորածների ծնողներ են, ինչ եղավ, որ գոնե մենք 0.1 քայլ արձանագրում չունենք այս պահին։ Չէ՞ որ դուք եկել եւ ասում ձեր հարցը հստակ ձևակերպեք, իմ ասելիքների մասին մի խոսեք։ Ձեր հարցը խնդրում եմ հստակ։ Երբ որ մոտեցաք, դուք ասում եք, որ դադարեցրեք ակցիաները, այստեղ ամեն ինչ արվում է, ծնողներին ներս էիք հրավիրում։ Ինչ է արվում, կարող եք ասել։ Տեսեք, այստեղ ծնողներ են, ահա, ծնողներ են, որոնք ունեն 2 որդի անհետ կորած, 1 որդի անհետ կորած, ինչ է արվում։ Դուք ապրիլի 7-ին այստեղ իջաք եւ ասում եք, որ գիտեք, եկեք ներս հրավիրեմ ձեզ, մի կանգնեք, ինչ է արվում։ Կարող եք ասել, ծնողները ուզում են լսել։ Ուրեմն կատարում են քննչական գործողություններ, որի պատասխանը ես չեմ տալիս, այլ քննչական կոմիտեն է տալիս։ Որոնական աշխատանքներ որպես այդպեսին որոնական աշխատանքներ ներկապային չեն կարող կատարվել, բայց ես չեմ կարող արդյունքի մասին այս բանը խոսել, որովհետև հստակ քննչական կողմը թույլ չի տալիս որոնական աշխատանքներ։ Ես չեմ կարող ձեր հարցերը խումբ է գնում, օրինակ Բաքու են գնում, գալիս, խաղաղության մասին է խոսում, խաղաղության մասին է խոսում, բայց մի վարքան խնդրում եմ, էլի մեկ-մեկ խոսեք, որ կարողանամ պատասխանել ձեզ, լավ։ Հումանիտար հարցի լուծման համար ինչու չեն խոսում, ինչու այդ առումով արդյունք չունենք, հա։ Հիմա դուք ուզում եք պատասխանեմ ձեզ ինչու չեն խոսում, թե ինչու արդյունք չունենք։ Եվ ինչու չեն խոսում, եւ ինչու արդյունք չունենք։ Ես չեմ կարող ասել, որ չեն խոսում, որովհետև նման հարցերը Տնողը ես ինչ ասեմ։ Ուրեմն ես ասեմ, այն ամենը ինչը կատարվում է, դա պարտադիր չի, որ հրապարակային լինի, եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Բայց ծնողներին էլ չեք ասում, որ եթե կատարվում են քննչական գործողություններ, դրանց որոշակի հատվածը չի հրապարակվում։ Թե ինչ է կատարվում, դրա պատասխանատուն ես չեմ կարող ձեզ հստակ պատասխաններ տալ։ Քննչական բաժինն եք ասում եք ներկայացրեք իրանց, թղթերը իրաց ձեռին է։ Մոտիկանում եք քննչական բաժինին ասում է գնացեք կառավարություն։ Կառավարությունից ղարկում են ազգային անվտանգություն։ Մունք տրել ենք ինչ։ Ես ձեզ հարգելի քաղաքացի, ես իրականում կիսում եմ ձեր ցավը, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է։ Չի մտածում կառավարությունը այդ հարցով, չի մտածում խոսենք, եկեք ես ձեզ ասեմ, եկեք արդարացի լինենք, որովհետև բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչեցվել կառավարության հասցեին, բայց ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ փակվի։ Եւ մի վարքան խնդրում եմ հանձնակատարը, ով ապրիլին ընդունել հավատարմագրեր էր ներկայացրել։ Եվ օգոստոսին ես հանդիպել եմ իրեն։ Մի րոպե, ես չեմ ուզում, որովհետեւ այստեղ սուտ հնչի։ Մակի Գրասենյակի հանձնակատարը 5 ամիս հետո ինձ փոխանցել է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ Ալեն Սիմոնյանը իրեն անգամ չեն տեղեկացրել, որ Հայաստանում կան անհետ կորածներ։ Հավատարմագրերը 5 ամիս հանձնած է եղել եւ այդ տիկինը, որին մենք հիմա գնալու ենք այցելության, Ռուզանա, ինձ տեղեկացրել է, ես դա հրապարակավ ասել է, որ որևէ մեկը իրեն չի տեղեկացրել, որ Հայաստանը այս ողբերգության առաջ է կանգնած, այս ծնողները։ Եթե դուք պետք է խոսեք, եկեք ես չխոսեմ, դուք խոսեք։ Եթե ես պատասխանում եմ, խնդրում ինձ մի ընդհատեք։ Երբ ես խոսում եմ, դուք ինձ մի ընդհատեք։ Ուրեմն շարունակեմ։ Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհված ծնողների կողքին, մաքսիմալ կերպով բոլոր հարցերով աջակցում են իրենց։ Իհարկե հնարավոր է նաեւ դժգոհություններ, դա բնական է, դա նորմալ է, որ ծնողը չունենալով հստակ պատասխան իր զավակի գտնվելու վերաբերյալ հայտնում է իր դժգոհությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում եւ ոչինչ չի անում նրանց ծնողներ, դուք քայլ տեսել եք, դուք էստեղ եք, ես խնդրում եմ ասել, դուք քայլ տեսել եք արված քայլերին, որպեսզի նրանք հանդիպեն։ Ես պետք է ուրեմն ուսումնասիրեմ, եթե դուք հստակ հիմա հարց եք տալիս, հստակ պատասխան եք պահանջում, ես պետք է կոնկրետ հավաքեմ որոշակի տվյալներ, այդ ժամանակ ես կտեղեկացնեմ
ծնողները։ Պահանջող։ Տեսեք, երբ որ օրինակ այդ տարածքով ծորեն են բերում տանում։ Ես նման հարցին եկեք չպատասխանեմ, լավ։ Փորձում են Չէ, խնդրում եմ քաղաքական հարցերից մի վարքյան ես ասեմ, ես քաղաքական գործիչ չեմ, ինձ քաղաքական հարցեր մի տվեք հստակ հարցեր, որոնք վերաբերում են այդ ոլորտին։ Ձեզ համար այս ծնողների ձեզ համար ավելի քան այս ծնողների ցավը պիտի շոշափելի լինի, որտեղ դուք էլ գիտեք, ես մշտապես իրանց հետ եմ, դուք էլ կորուստ եք ունեցել։ Հիմա որքանով է ձեզ համար ընդունելի, որ տարիներ շարունակ այս մարդիկ իրենց երեխաներից որևէ լուր չունեն, չեն կարողանում հասնել նրան, որ որոնողական աշխատանքները շարունակվեն։ Եկեք ես իմ անձնական կարծիքը ընդունելի լինելու եւ չլինելու մասին չասեմ, որովհետեւ մենք խոսում ենք հստակ դեպքերի վերաբերյալ։ Հստակ ես դες եւս մեկ անգամ ասում եմ եւ պնդում եմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհվածների ծնողների կողքին եւ միանշանակ կարող եմ ասել գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցերը մի րոպե ավելի շուտ ավարտվեն։ Ասում եք կառավարությունը ծնողների կողքին է, բայց ծնողները, բազմաթիվ ծնողներ ուզում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչու՞ չի։ Դատախազը միջև հիմա ընդունել, ժողովուրդ ինչի մասին է խոսքը։ Մեկ էլ մի Գլխավոր դատախազը ծնողների չի ընդունել։ Ժամանակ առ ժամանակ կառավարությունում վարչապետը անձամբ ընդունում է ծնողներին։ Ես չեմ կարող ասել, եթե դուք ուզում եք մենք Մենք շատ ենք գրվել, որ մտնենք վարչապետի մոտ չի ընդունել մեզ։ Կներեք, լսեցիք ծնող է խոսում։ Երբ եք վերջին անգամ Լսեցիք ծնող է խոսում։ Մին ամիս առաջ։ 3800-ից ավել Ձեր հետ դիպուկում կանգնած ծնողն է ասում, քանի անգամ նամակ է գրել։ 3800-ից ավել զոհված տղեկ կան։ Ում ծնողներին բոլորին պարզա որ հնարավոր չի։ Նույնն է, բան տարբերություն չկա։ Համալիրի դահլիճում հավաքի հանդիպում կազմակերպի ամիսը Չէ, մի վարքյան, եթե հանդիպումը ինքնանպատակ չի, եթե հանդիպումը քանի անգամ եք դիմել։ Արտելի քաղաքացի։ Շատ է դիմել, ինչու չի ընդունել այս ծնողներին։ Եկեք ես եզրափակեմ, որովհետև զավակ է կորցրել, ինչու չի ընդունել։ Տիկին Ռուզաննա, ես դες ասեմ էլի, եթե դուք ուզում եք մենք բանավիճենք, ես դրա ժամանակը Ես չեմ ուզում բան։ Եթե հարց եք ասում եք ընդունել է, այո, ընդունել է, ասել Ղասյանի մորը ընդունել եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային ու ձերբակալեց, այո, ընդունել է։ Այդ մասը խոսեց Արսենի մայրը դատախազության շենքի Մեկ ամիս առաջ։ առաջ են անետ կորածի ծնողները վարչապետի մոտ հանդիպման եղել։ Արսենի մայրը Մեկ ամիս առաջ ընդունել է եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային։ Արսենի մայրը դատախազության շենքի առաջ ասեց ու ձերբակալեց իր տղային։ Մենք գիտենք, որ ընդունում է եւ ինչպես է ընդունում։ Ես մի հարցեր ունեմ։ Նախկինում Աբազյանը ակտիվորեն մասնակցում էր այս աշխատանքներին ծնողների հետ միասին։ Հիմա ինչ արդյունք ունենք նորից ազգային Աբազյանից ոչ մի բան։ Աբազյանը այդ հարցերով զբաղվելիս եղել։ Են հարգել լրագրողներ, որովհետեւ Եթե հարց եք տալի դրա համար, ուրեմն ոչ մի պարոն Աբազյանի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, սակայն ինքը գործել է վարչապետի հետ համատեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին, որ զբաղվի այդ հարցերով եւ գործում է հանձնաժողով, որի ղեկավարը ԱԱԾ տնօրենն է։ Չանձնավորենք Աբազյանը կլինի թե այլ անձ կլինի։ Վարչապետի հանձնարարությամբ է կատարվում, ոչ ոք առանց վարչապետի հանձնարարության եւ թույլտվության չի կարող ինքնագլուխ գործողություններ գործել Հայաստանի Հանրապետությունում եւ զբաղվել անհետ կորածների գործերով։ Բոլոր անհետ կորածների գործերով զբաղվող բոլոր գործիչները քաղաքական եւ բոլոր պետական կառույցի ղեկավարները միանշանակ զեկուցում են վարչապետին այդ մասին։ Մի վարքան խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Դե խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ մի ընդհատեք։ Եվ հարցին հավելում արդյոք